Բարի երեկո, դուք դիտում եք բացահարթակ, այսօր իմ հյուրը Հայեմ հիմնադրամի տնօրեն Նշան Աճեմյանն է, բարև ձեզ պարոն Աճեմյան։ Բարև ձեզ։ Եվ այսպես Հայեմ հիմնադրամը բավական բարձր նշաձող է սահմանել Լոս Անջելեսում, Միացյալ Նահանգներում եւ բավական կարեւոր գործունեություն է ծավալում, ինչպես հասկանալ, որ պահին ինչ միջոցառում է պետք իրականացնել, ինչպես զգալ, որ այս պահին պետք է այս օպերային միջոցառում, այս պահին այս համերգային է կամ այլ թատերական ներկայացում։ Շնորհակալություն, որ ուսումնասիրել եք եւ այդ գնահատականը տվեցիք։ Գործունեությունը Հայեմ հիմնադրամի շատ բազմաբնույթ է, բայց հիմնականում մենք հանդես են գալի մեր գործունեության ծանոթացնելու համար արվեստի բաժնով։ Այն ասած բաժինները ավելի ծառաբեռնված են, բայց այդքան չեն գովացնում։ Բժշկականն է, հայ պրոջեկտն է, հայմատն է, որը ֆիզմա դպրոցին ենք աջակցում, իսկ արվեստի բաժինը բավականին ակտիվ է։ Եվ այս տարի մեր 25-ամյա հոբելյանականն է մայիսից սկսած եւ մի շարք արդեն միջոցառումներ սկսել ենք։ Հայաստանից ենք սկսել, Թալինից ենք սկսել, մեր դյուցազնատնից, ունեցան գրքի շնորհանդես Արամ Խաչատրյան տուն-թանգարանում։ Վերադառնալուց արդեն կլինի սեպտեմբերին միջոցառում գրքի շնորհանդես, հոկտեմբերին երեխաների խումբ ենք հրավիրելու, հոկտեմբերին դասական երաժշտության, դեկտեմբերին էլ ավելի առաջացված, ինչպես ասում են, Հայաստանի պետական կամերային երգչախմբին կհրավիրենք։ Եթե չեմ սխալվում, կամերային առաջին անգամ չէ որ գալիս է եւ հենց ձեր հրավերով է գալիս։ Երգչախումբը առաջին անգամ է մեր հրավերքով գալիս, բայց նվագախումբը, այո, եկել է մեր հրավերքով, անցյալ տարի 5 նահանգներում համերգ ունեցան։ Հետաքրքիրը դա է, պարոն Աճեմյան, որքանով է այդ երաժշտության պահանջարկը մեծ Լոս Անջելեսում, եթե մենք հաշվի առնենք, լինենք անկեղծ, որ օրինակ ռաբից երաժշտության համերգները լեփ-լեցուն դահլիճներում են ընթանում բավական թանկ տոմսերով եւ շատ հաճախ մենք ավելի դասական համերգների տոմսերը տեսնում ենք լավ չեն սպառվում, մի փոքր կիսադատարկ դահլիճներում են ընթանում եւ շատ ռիսկային գործունեություն է այս առումով հենց Հայեմի գործունեությունը։ Նայեք, որպեսզի ինքը կազմակերպությունը, ինչպես ասացի, որ արդեն ինքը այդ նշաձողի վրա է գտնվում, առաջնարդ պետք է ներկայացնել բարձր արվեստը։ Այդ գործունեությունը շատ մեծ մոտ շատ խիստ չափերի մեջ է դրված եւ շոու բիզնեսով չենք զբաղվում։ Մենք ավելի դաստիարակչական գործունեություն ենք ծավալում, որպեսզի շատ երեխաներին շատ հաճախ ասում երեխաների հետ եկեք, թող երեխաները մի քիչ դժվար կլինի, բայց ոչինչ, նրանք դասականը լսելով կզարգանան եւ կհասկանան նաեւ արվեստի չափանիշները։ Շատ հաճախ երբ լսում ենք արհեստը ներկայացվի արվեստ, մեզ համար շատ ցավալի է, որտեվ մեր գործունեության մեջ ունենք այն մարդիկ, ովքեր այդ գնահատականը ուժձև են, եւ դա այդ նշաձողը մենք չենք ուզում իջեցնել։ Այդ տեսեք դուք ասացիք շատ հաճախ արհեստը ներկայացնում են որպես արվեստ։ Դա ոչ միայն Լոս Անջելեսում է, նաև Հայաստանի Հանրապետությունում եւ առհասարակ Սփյուռքի շատ գաղթօջախներում մենք տեսնում ենք, որ այն ինչը որ հնարավոր է անել ռեստորանում, մարդիկ տանում են մեծ բեմեր եւ այն ինչ որ արհեստ է, ասում են մենք արվեստագետներս, մենք մտավորականներս։ Այդ նշաձողը ինչպես է սահմանվում հենց նույն Միացյալ Նահանգներում, որովհետեւ գիտենք, որ հանդիսատեսը բավական քմահաճ է եւ հեշտ չի բերել նրան դասական համերգի։ Կարծում եմ մեր միջոցառումները արդեն ճանաչելով մեզ, արդեն հետևել եք եւ տեսել եք, մարդիկ ճանաչելով մեզ հաճույքով գալիս են, այդքան էլ ժանք չի մեզանից պարտադրվում, որպես իրականացնենք, արդեն որ տեսնում են Հայեմը մի միջոցառում անում, արդեն այդ սիրահարները եւ աջակիցները, ովքեր մեր կողքին են, սիրով գալիս են ներկա են լինում։ Իսկ դուք չեք նեղվում, եթե դահլիճում ազատ տեղեր եք տեսնում։ Չեմ նեղվում, ինչի համար նեղվում ես այն բանից, որ ուղղակի տեղն է դատարկ, բայց մեկ անգամ ինձ այդ հարցը տվել են, ասում մեր դահլիճի 500-ը ձեր դահլիճի 5000-ն է։ Այնպես որ ես չգիտեմ, նայած ինչ դահլիճ եմ քանի նստա տեղը, դրա համար այդ չափանիշներն էլ ունենք մեր մեջ վերլուծաբանությանը։ Ինչով է պայմանավորված ըստ ձեզ, որ ամեն դեպքում ավելի այսպես կոչված ցածրորակ երաժշտության պահանջարկը շատ ավելի մեծ է։ Չեմ կարող դրա գնահատականը տալ, կարծում ժամանակի առումով է դա ինչ որ այս վերջի 40 տարի կարող եմ ասել շատ ցայտուն այդ երաժշտության ձևը շատ ավելի ներկայացչական դառավ։ Դա կարծում եմ նաև ինչ որ միտեղ պետական մոտեցում է։
Մենք շատ հաճախ գիտենք, պարոն Աճեմյան, որ մարդիկ, ովքեր Հայաստանից տեղափոխվում են, կապ չունի Ռուսաստան, մեկ էլ տեսնում ես, որ 1-2 տարի հետո սկսում են ռուսերեն խոսել, իբր թե հայերենը մոռացել են։ Նույնը լինում է նաև տեղափոխվում են Ֆրանսիա կամ Միացյալ Նահանգներ, մեկ էլ 2 տարի հետո սկսում է անգլերեն խոսել, իբր մոռացել է հայերենը։ Ինչպես է կարողանում պահպանել հայեցիությունը եւ զբաղվել հայապահպանության գործունեությամբ։ Դե արդեն առաջներ, երբ որ բարձր արվեստ ենք ներկայացնում, արդեն դա ինչ որ միտեղ նաև հայապահպանության գործունեության է վերաբերում։ Անձամբ մեր տանը իմ 3 թոռները կարող եմ ասել հայերեն լավ են տիրապետում, այն մի փոքրիկը դեռ նոր սկսելու խոսել, չեմ կարող ինչպես կտիրապետի, բայց մենք բոլորս հայերեն ենք խոսում։ Ես ինքս 32 տարի բնակվում եմ Միացյալ Նահանգներում։ Այդ հայապահպանությունը դրսում է ամենակարևոր գործառույթն է, որը պետք է իրականացնել, եւ հենց դրա համար եմ հարցնում, ինչ ջանքեր են պահանջվում, որ այդ հայապահպանությունը, հայեցիությունը հնարավոր լինի պահպանել արվեստի միջոցով, գիտության միջոցով։ Բոլոր ասպարեզներն էլ պահանջում են եւ հիմնական նաեւ մեծ ներդրումը յուրաքանչյուր անհատ անձն է, թե դու ոնց ես այդ հարցին մոտենում։ Ես շատ հաճախ եմ, երբ որ երիտասարդների հետ հանդիպում եմ, իրենք երբ որ տեսնում են ինձ որ մոտենում եմ, իրենք փոխվում են հայերեն լեզվի, ոչ թե անգլերենը չենք տիրապետում, այլ գիտեն, որ ես ցանկությունս այն է, որ իրենց հետ խոսեմ հայերեն լեզվով։ Եվ յուրաքանչյուրը եթե այդպիսի մոտեցում ունենա, կարծում եմ ինչ որ միտեղ մենք կհասնենք հենց ձեր ասածին։ Դպրոցները կան, հայկական կրթօջախները բավականին կան, լավ զբաղվում են, երեխաներին կրթում են, բայց մեկ է, դա այդ հարցը խնդիրային այն առումով, որտեղ անհատ մոտեցումը ավելի կարևոր է, թե տանը ոնց են մոտենում այդ հարցին։ Շատ հաճախ գնում ես անգամ ծնողները անգլերեն լավ չեն տիրապետում, տանը միայն անգլերեն լեզվով են խոսում եւ իրանց չգիտես ինչ գնահատական ունեն, ասում երեխաս 100% անգլերեն է տիրապետում։ Հարց ես տալի, իսկ դու հասկանում ես 100% ինչ նիշա որ դուք եք որոշում այդ չափանիշը։ Չգիտեմ, ես չեմ ուզում ոչ մեկի նեղացած լինեմ, բայց անգլերենը դա այն լեզուն է, որը այդ պետությունում ապրում պետքա լավ տիրապետում են, բայց հայերենը չպետք է մոռանալ։ Պարոն Աճեմյան, ձեր Հայաստան այցի կարևոր գործառույթներից, նպատակներից մեկն էլ այս այցի գրքի շնորհանդեսն էր, որը տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում։ Կմանրամասնեք գիրքը, ընդհանրապես գրքի մասին մանրամասն խոսենք։ Գիրքը Շուշանցի նշանի մասին է, Շուշանցի նշան հասկացողությունը դա պատմական նշանակություն ունի մեր հայ ազատագրական պայքարի։ Հարցը շատ անձնական է եւ դա իմ պապու մասին է։ Առաջին իմ պապը չի ներկայացվել, այսինքն մեր ցանկությունը չի եղել ներկայացնել հենց իմ պապուն, դրա համար է այդ գիրքը հրատարակվել, այլ մեր պապերի մասին է։ Ամիսներ առաջ, անգամ կարող եմ ասել տարի առաջ, մի անձնավորություն երիտասարդ զանգարեց, գրեց, ասեց կարող եմ ձեզ հետ բանակցեմ, Սերինե Մկրտչյան անունով, ասի խնդրեմ, ասեց ես ուսումնասիրում եմ հայ ազատագրական պայքարի հատկապես Վանի տարածաշրջանում բոլոր այդ ինչ որ տեղի են ունեցել գործողությունները մարտական եւ շատ հաճախ տեսնում նշան Աճեմյան Շուշանցի նշան որպես դուք կապ ունեք իրեն հետ, ասեցի ես հպարտությամբ գրում եմ իրեն անունը եւ միակ իր նշան Աճեմյան թորն եմ, որը այդ անվամբ ներկայանում եմ։ Լեվ ասում եմ ցանկություն եմ գիրք հրատարակման, ասի խնդրեմ ազդեցիկ էր իհարկե շատ ազդեցիկ, որտեղ ասեց մի շատ հետարքի բան ասեց, միգուցե ձեր պապը նաեւ լավ էր ուսումնասիրել իր գործունեությունը, նաեւ ձեր պապը մեր պապերին է ազատագրել եւ եկել ենք այստեղ մեր գոյությունը արդեն այստեղ կայացնելու։ Դուք որպես Շուշանցի նշանի թոր հպարտանում եք։ Այդ հարցել են ինձ, բայց ոչ թե գրքի հետ կապված, տարիներ առաջ էլի մի ելույթ էր, որ հրավիրել էին, ասում ձեր առաջի այցը որտեղից եք սկսում, ասացի հաջորդ օրը գնում եմ իմ պապու Շիրիմին եւ հաշվետվություն եմ տալի, թե նշան Աճեմյանը ով է դառը։ Պարոն Աճեմյան, այսօր այդ ոգին առհասարակ Հայաստանում, Սփյուռքում նկատվում է թե ոչ։ Այն ոգին, որը եղել է ձեր պապու մոտ, եղել է սերնդեսերունդ փոխանցված։ Ինձ մոտ դա իմ ծնունդով է երևի ինչ ծնվել եմ այդ ներշնչվել է եղել է եւ հպարտություն է եղել է եւ այդ ամեն ինչ որ իրականացել է միշտ եղել է ինձ մեջ եւ բավականին շատ խորը
արմատներ ունի հոգեբանական ի մեջ վերլուծաբանված։ Մեկ անգամ ինձ մեկը ասեց շատ մտերիմ մարդ ասեց քո մոտ ախր շատ ուրիշ ձևի է դա արտահայտի չէ, որտեվ քո նախնիները բոլորը վանից են։ Իսկ տվյալ անձնավորության ասում է այս տարածաշրջանից են եւ նա կարծում քոպես չի վերապրում այս ինչ որ կատարվել է, ասում դες չեմ ուզում իմ ասարտաճմլիկ բաներ ասել ինչա կատարվել, մենք բոլորս առաջընթաց է կյանքը շարժում առաջ, բայց պետք է անպայման մարդիկ իմանան իրականությունը ինչ է եղել։ Ես դրա ջագատողն եմ։ Տեսեք, որովհետև մենք այսօր ապրում ենք մի իրավիճակում, երբ մեր հասարակությունը կապ չունի, ապրում է Հայաստանի Հանրապետությունում, Մոսկվայում, Փարիզում, թե Լոս Անջելեսում, շատ քաղաքականացված է եւ շատ, այսպես ասած, տարբեր բևեռների են բաժանված։ Եվ շատ հաճախ հենց այդ վեճերը անգամ ընկերների միջև տեղի են ունենում այդ քաղաքական թեմաների շուրջ։ Վստահ եմ, որ Լոս Անջելեսում էլ է այդպես, այնպես ինչպես Երևանում, որովհետև նույն ժողովուրդն է։ Անշուշտ, նայեք, ինձ այդ հարցը նորից ասեմ, որ շատ հաճախ են տալիս, նշան աճեման հասկացողությունը դա երկու անձնավորություններ են, մեկը որպես անհատ նշան աճեման, մյուսը որպես հիմնադրամ ներկայացնող նշան աճեման։ Հիմնադրամը չի զբաղվում երկու ուղղվածությամբ, դա քաղաքականությունն է եւ կրոնական հարցերն է։ Նշան աճեման որպես անհատ, ինչպես բոլորը ունենք մեր վերլուծաբանությունները եւ այդ հարցի շուրջը ունեն մենք, բարձր անմեկը տեսանկյուն ունենք, բայց գիտենք մի բան, որ ավելի լավ է գործ անել եւ դրանով ապացուցել մեր կառուցողական գործունեությունը, թե երկիր կառուցելը, թե մարդկանց դաստիարակելը, քան թե վիճաբանությունը ինչքան երկար են տևում։ Վիճաբանությունները միշտ էլ եղել են, բայց կարևորը դա վերջի արդյունքը ճիշտ լինի, առողջ լինի։ Դուք բարբերաբար գալիս եք Հայաստան, չնայած ինչպես ասացի 32 տարի բնակվում եք Միացյալ Նահանգներում եւ ամեն անգամ Երևանից բացի լինում եք նաեւ Հանրապետության մյուս քաղաքներում։ Այ ամեն անգամ այդ կտրելով օվկիանոսը գալով Հայաստան, ինչ զգացողություններ եք ունենում, որովհետեւ ես ունեմ ընկերներ, ովքեր ապրում են Միացյալ Նահանգներում ու երբ գալիս են Երևան, ասում են, գնում եմ այնտեղ, մտածում եմ տունս Հայաստանն է, գալիս եմ Հայաստան, մտածում եմ, որ տունս Լոս Անջելեսում է։ Հավատացեք, տուն են գալիս, հիրավի։ Չեմ կարծում որևէ մեկը ով ծնվել է Հայաստանում, Միացյալ Նահանգներում կլինի թե որտեղ կլինի Սփյուռքում ինչ որ միտեղ ինքը իրան սփյուռքահայց կա։ Նրանք բոլորն էլ իրենց հոգու մեջ Հայաստանից են զգում։ Եվ երբ որ գալիս ենք, մենք տուն են գալիս, եւ այդ ցանկալի անգամ մեկ-մեկ լսում ես մեր սփյուռքահայ բարեկամ, անգամ հյուր են եկել, շատ ցավոտ եմ ես տանում, հավատացեք, ինչ չի վերաբերվում, դա կտրուկ ասեմ, չի վերաբերվում։ Ես տուն եմ գալիս, ես սա մեր տունն է։ Լավ, իսկ ինչ զգացողություններ եք ունենում, երբ օրինակ գալիս եք Երևան, գնում եք Գորիս, գնում եք Գյումրի։ Սովորական ինչպես բոլորը կարոտում ենք, տեսնում ենք լավը, ասում ենք ուրախանում ենք, ինչը պետք է շտկվի եւ աջակցության ձեռք մեկնենք, սիրով անում ենք։ Առաջիկայում ինչ նոր նախագծեր, նոր ծրագրեր ունի ՀԱԻ-եմ հիմնադրամը, նկատի ունեմ մշակութային առումով ինչ հետաքրքիր գաղափարներ եք պատրաստվում իրականացնել, ասացի կամերան երգչախումբն է գալու, բայց դրան զուգահեռ մենք գիտենք, որ Լոս Անջելեսում նաև շատ ներկայացումներ են լինում, տարբեր արտիստներ են գալիս, չնայած ասում են, որ հումորային ներկայացումների տոմսերը շատ լավ են վաճառվում, մյուս ներկայացումների տոմսերը ոչ այդքան լավ, բայց ինչ ծրագրեր կան։ Գիտեք, մեր երևի նաև ուսումնասիրել են մեր գործունեությունը, նման ուղղվածություններով մեզ չեն դիմում։ Ինչը որ այդ ոճաբանության մեջ է, այդ արվեստի մեջ է, ձևաչափի մեջ է, դրանք են ավելի շատ մեզ դիմում։ Ունենք բավականին ունենք ցանկը։ Նախկինում եթե մենք էինք փնտրում, ինչ որ գտնել այն համույթներին կամ անհատներին, որպեսզի ներկայացնենք, հիմա շատ մեծ ցանկ կա, որ իրենք են դիմում, բայց չենք գնում, խոսք չենք տալիս, ինչ որ հիմա անգամ ասացինք, այդ որ նշեցի, դեռ վերջնականը չի, բայց մեր ցանկությունն է, որ իրականացնենք մինչև տարվա վերջը։ Իսկ մինչև մյուս տարվա մայիսը մեր 25-ամյա հոբելյանական ծրագրերն են լինելու, դեռ ունենք ծրագրեր, որ պետք է ներկայացնենք։ Պարոն Աճեմյան, իսկ առհասարակ օպերային ներկայացումները, բալետային ներկայացումները պահանջված են այնտեղ թե ոչ։ Անշուշտ իհարկե։ Դա մենք չպետք է նայենք մեր հայրենակիցների ներկայացման վրա, նա գարս են այլ ազգիները։ Մենք Շվեյցարիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից ունեցել ենք մեր առնատները, ովքեր եկան Ռեգիոլում, Զիփռոլում, երևի հետևել եք տեսել եք, այո։ Դուք հետաքրքիր մի միտք ասեցիք, մենք չպետք է նայենք մեր հայրենակիցների մտածելակերպի վրա, այսինքն ամեն դեպքում այդ առումով, այսպես ասած, հենվում եք նաև հենց տեղացիների վրա, այլազգիների։ Այո, նրանք գալիս են եւ սիրով գալիս են ներկա են գտնում, որտեղ չէ այն արտիստներն են, ովքեր համբավը մեզանով չի, հայեմով չի, նրանց համբավը ճանաչված բեմերի վրայից են նրանք գալիս։ Եվ վերջին հարցը
ինչպես անել, որ առհասարակ Սփյուռքում, այսպես ասած, շատ ավելի մաքուր, շատ ավելի լավ արվեստ ներկայացվի եւ դրա պահանջարկը ավելի մեծանա։ Երևի նշան Աչեմյանի պես մարդիկ մի քիչ պետք է շատանան, ոչ թե նայեն ֆինանսական, եկամուտական իրենց ձեռքբերումներին, այլ նայեն, որպեսզի ավելի դաստիարակչական լիներ եւ այդ բարձր արվեստը շատ ավելի ներկայացական լինի մեր համայնքի համար։ Թե չէ այլ ազգիներ այս հաճախ գնում ենք Լոս Անջելես սիմֆոնիկի համերգներ ենք, մշտապես կարանք ասենք լինում ենք եւ տարբեր նման տեղերում լինում ենք ու շատ քիչ հայ ենք տեսնում, դա էլ ասեմ, շատ ցավալի է, որ շատ քիչ հայ ենք տեսնում։ Պետք է ավելի շատ անել, ինչքան մենք շատ անենք, այնքան շատ արդեն ունկնդիրք կունենանք։ Մարդիկ չեն անում, բայց ասում են չեն գալիս։ Երբ որ անեք, կստացվի։ Միգուցե ավելի շատ երեխաներ կգան, երեխաներից է պետք սկսել։ Անկամ մեր շատ միջոցառում են, ասում եմ երեխաներին, եթե թույլ եք տալի, դրանք կնստեն առաջի շարքերում, որ ոչ մի մեծ իրան չխանգարի։ Ինքը պետք է հանգիստ նստի դիտի։ Շնորհակալություն։ Շատ բարի, ձեզ շնորհակալություն։ Եվ շեշտեմ իմ հյուրը հայ եմ հիմնադրամի տնօրեն Նշան Աչեմյանն էր, շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։